Ողջույն սիրելի ֆուտբոլասեր բարեկամներ, Աֆել Արմենիա YouTube-յան ալիքի եթերում կրկին տրվում է հերթական խաղային շաբաթվա մեկ տարկը, որտեղ առաջինը միմյանց դեմ մրցում են Բորուսիա Մյունխեն-Գլադբախն ու Էվերտոնը, շատ հետաքրքիր հանդիպումով է մեկ տարկում խաղային շաբաթ, այո, Վինտեր քափի խմբային փուլը մոտենում է ավարտին, սա թիմերի վերջին հանդիպումն է 17-րդ տուրի շրջանակներում թիմերը մրցում են միմյանց դեմ ու որն է հետաքրքիր այս խաղում իհարկե կախված անկախ արդյունքից մրցաշարային աղյուսակում պատկերը շատ բան կարող է փոփոխել իհարկե այս պայն Գլադբախը երրորդը 39 միավորով, Էվերտոնը 36 միավորով 4-րդը, բայց իհարկե անկախ հանդիպան ելքից շատ բան կարող ենք տեսնել խաղի ավարտից հետո մրցաշարային աղյուսակում փոփոխված այն, որ թիմերը արդեն իսկ ապահովել են եստեղը Play-off-ում դրա մասին կասկած չկա, դա շատ վաղուց է տեղի ունեցել, 2-3 տուր առաջ թիմերը վերջնականորեն ապահովեցին եզրիկը Winter Cup-ի Play-off 1-8-ում, իհարկե 1/8 փուլում Play-off-ի ու այսօր արդեն պարզ կդառնա թե որ թիմը որ հորիզոնականով կհաղթահարի խմբային փուլը։ Հիմա եկեք ծանոթանանք մրցող թիմերի հայտարարությունների հետ ու սկսենք Էվերտոնից Արամ Ղազարյանը պաշտպանում է դարպասը համար 1, Գարնիկ Մովսիսյան համար 2, Ալեքս Մկրտչյան համար 3, Հովանես Գաբրիելյան համար 7, Մանուկ Մուրադյան համար 9, ով թիմի ավագտ է, Ռևի Գեղեզարյան համար 11, Արամ Անտոնյան համար 17, Անդրանիկ Պողոսյան համար 20 եւ Միքայել Պողոսյան համար 23, Բորուսիա Մյունխեն-Գլադբախ Մանվել Պապիկյանը պաշտպանում է դարպասը համար 1, Գարնիկ Սարգսյան համար 2, Արման Մարտիրոսյան համար 3, Հարություն Թորոսյան համար 4, Ռոբերտ Մարության համար 5, Ռաֆի Մաթեոսյան համար 8, Սևակ Մանուչարյան համար 9, Արմեն Խաչատրյան համար 10, նա թիմի ավագտ է, Պետրոս Պողոսյան համար 11 եւ Արեգ Հովանյան համար 77, շատ իսկապես կարևոր ու հետաքրքիր հանդիպում է սպասվում մեզ այս 50 րոպեների ընթացքում, թիմերը ունեն իհարկե շատ հերական նպատակներ, այսպես ասած Winter Cup-ի այս մրցաշարում հիմա Մաթեոսյանի փորձը տեսանք հեռահար տարածությունից, բայց հարվածը լինենք անկեց մի փոքր թույլ ստացվեց ու առանց որևէ խնդիրների այստեղ դարպասապա Արամ Ղազարյանը վերցրեց գնդակը Մուրադյան շատ լավ փոխանցում կատարեց դեպի Ձախ Մկրտչյանը, ոչ ներողություն, այստեղ Անտոնյանն է դեպի Գաբրիելյանը, բայց Գաբրիելյանի փոխանցումը կամ հարվածի փորձը, այսպես ասենք, իհարկե հստակ չենք կարող ասել ինչ որոշումներ պատրաստել նա կատարել, չստացվեց մեղմ ասած, մի փոքր անհաջող կատարեց Գաբրիելյանը, եթե հարված էր, ապա հարված ու գնդակը կրկին Գլադբախի մոտ է, Հովանյանն է բավական տարածություն ախտարում, բայց Մանուկ Մուրադյան այստեղ գեղեցիկ փակեց փոխանցման ճանապարհը ու հիմա Էվերտոնի հակագրով կարող ենք տեսնել Միքայել Պողոսյան հերմից հարված ու դարպասածողն է հիմա էլ օգնության գալիս Բորուսիա Մյունխեն-Գլադբախին առաջին վտանգավոր պահ այս խաղում դեպի իհարկե դարպասն ընթացող հարվածը Մաթեոսյանին քիչ առաջ այդպես իհարկե վտանգավոր չստացվեց, քանի որ թույլ կատարեց Մաթեոսյանը հարվածը մի փոքր, բայց հիմա Պողոսյանը ուներ բոլոր հնարավորությունները բացելու հանդիպան հաշիվը, սակայն դարպասածողը
Այստեղ Գլադբախի օգտին աշխատեց Մկրտչյան, այո, այսպիսի վտանգավոր պահերը այս խաղում խոստումն ալից են լինելու, քանի որ մենք խոսում ենք երկու գերհզոր թիմերի մասին, ովքեր կրկնում եմ եւս մեկ անգամ շատ հեռակա նպատակներ ունեն Winter Cup-ի այս առաջնությունում։ Հիմա եկեք ծանոթացնեմ ինչպիսին է ընդհանուր պատկերը այս խմբում, որտեղ ընդգրկված են այս երկու թիմերը։ Հետո խոսենք հնարավոր այն տարբերակների մասին play-off-ի, որտեղ այս թիմերին բաժին կհասնեն իրենց մրցակիցները։ Հովանյան իհարկե թիմերը կարծում եմ այդ ամեն ժամանակը մեծ չեն, տա բայց հիմա այս գրոյից հետո փորձը ներկայացնել չստացվեց այստեղ Հովանյանի փոխանցումը։ Ճշգրիտ ու հարված կլինի Էվերտոնի դարպասից եւ այսպես Ատլետիկո Երևանը իհարկե մեկ հանդիպում դեռ պետք է անցկացնի, բայց նրան ոչ ոք չի կարող հասնել։ Միակ թիմը Winter Cup-ում ով առայժմ խմբային փուլում չի կրել պարտություն, չի ճաշակել պարտության համը, 15 հաղթանակ, 1 ոչ ոքի ունի Երևանի Ատլետիկոն ու 46 միավորով գլխավորում է մրցաշարի նագուսակը։ Գլադբախը նույնքան անցկացած հանդիպումից հետո 39 միավորով երկրորդ է։ Վիլյարեալը նույնքան անցկացած խաղերի քանակով 16-ական հանդիպումների մասին է խոսքը, գտնվում է երրորդ հորիզոնականում 38 միավորով եւ Էվերտոնը 16 հանդիպումից հետո էլ ունի 36 միավոր։ Հաղթանակի դեպքում Էվերտոնը հավասարվում է Գլադբախին եւ բնակադաբար միմյանց մեջ անցկացած հանդիպումների քանակով նա խմբային փուլը կհաղթարի ավելի բարձր հորիզոնականով իհարկե եթե կարողանա այսօր առավելության հասնել Բորուսիա Մյունխեն-Գլադբախի նկատմամբ, բայց ոչ ոքի արդյունքի դեպքում Էվերտոնը, նույնիսկ Էվերտոնը պարտության դեպքում կորցնելու ոչինչ չունի, քանի որ նրան շրջանցել արդեն 5-րդ հորիզոնականում գտնվող Սելտան, 6-րդ հորիզոնականում գտնվող Աջապտյակը արդեն տեսականորեն չեն կարող։ Էվերտոնը անկախ ելքից իհարկե 4-րդ հորիզոնականից չի նահանջի, բայց ունի հնարավորություն 3-րդ կամ 2-րդ հորիզոնականով հաղթահարելու խմբային փուլը, անկախ այս հանդիպան ելքից իհարկե 2-րդ հորիզոնականով play-off դուրս գալու համար միայն Էվերտոնին հաղթանակը բավական չէ, նաև պետք է այս տուրում Սայթակի Վիլյարեալը, որը շատ քիչ հավանական է Վիլյարեալը վաղը կմրցի Երևանի դեմ ու այսպես ասած ֆավորիտի կարգավիճակով կներկայանա այդ հանդիպանը, իսկ իհարկե այսօր Գլադբախը հաղթանակի հասնելու դեպքում անկախ Վիլյարեալի հանդիպումից կմնա երկրորդ հորիզոնականում, ոչ ոքին էլ այս խաղում մեծ նվեր կլինի Վիլյարեալի համար ու թիմը կզբաղեցնի երկրորդ հորիզոնականը, բայց կրկնում եմ կրկին հաղթանակի հասնելու դեպքում այսպիսին է պատկերը այս խմբում եւ հնարավոր մրցակիցների մասին խոսենք Մաթեոսյան եւս մեկ հարվածի փորձ, բայց սա ավելի շատ փոխանցում ստացվեց դեպի թիմի ավակ Խաչատրյան ու մի փոքր ուժեղ էր փոխանցումը, Խաչատրյանը գնդակին հասել այս իրավիճակում չկարողացավ։ Եվ այսպես Էվերտոնը, եթե այսպես փաստացի հաշվենք խմբային փուլը կհաղթարի 4-րդ հորիզոնականով, ապա կմրցի մյուս խմբում 5-րդ հորիզոնականը զբաղեցած ակումբի հետ ամենայն հավանականությամբ Մանչեսթեր Սիթիի դեմ։ Եթե Էվերտոնը այսօր հասնում է առավելության ու այսպես պատկերացնենք խմբային փուլը հաղթարում է 3-րդ հորիզոնականով, ապա արդեն կասկածից դուրս է նա կմրցի Վերդերի դեմ, Վերդերը 6-րդ հորիզոնականով է ապահովել իր տեղը play-off-ում։ Եթե Էվերտոնը խմբային փուլը հաղթարում է 2-րդ հորիզոնականով, ապա ես Էվերտոնի անունն եմ շեշտում իհարկե, բայց խոսքից երկու թիմերին է վերաբերվում, որ ինչպիսի մրցակիցներ կունենան play-off-ում, նույն հաջողությամբ էլ իհարկե հիմա կարող եմ ասել, եթե օրինակ Գլադբախն է հաղթարում խմբային փուլը 2-րդ հորիզոնականով, ապա այդտեղ արդեն մի փոքր հարցականի տակ է դրված, բայց ամենայն հավանականությամբ 99% հավանականությամբ, այսպես ասեմ, Գլադբախը կմրցի Մոնցայի դեմ, ով 7-րդ հորիզոնականում է գտնվում այս պահին եւ Վերդերին հասնել չի կարող, բայց ունի 4 միավորի առավելություն իր մրցակիցների նկատմամբ։ Մոնցային պարզապես ոչ ոք միայն Արցախը կարող է հասնել, ով գտնվում է 8-րդ հորիզոնականում եւ 4 միավոր է զիջում Մոնցային։ Այո, Մոնցան պարզապես պետք է իր վերջին տուրի խաղում հաղթի ու ապահովի իր տեղը 7-րդ հորիզոնականում, որպեսզի չսպասի իհարկե Արցախի երկու հանդիպումներից որևէ մեկի սայթակման։ Այսպիսի հետաքրքիր խմբային փուլի ավարտ ենք ունենում այս 17 տուրերից հետո ու դեռ նույնիսկ տեսեք վերջին տուրն է, բայց որևէ հստակ այսպես ասած հորիզոնական չկա, որ թիմերից որևէ մեկը ապահովել է իհարկե 4-րդ հորիզոնականից նահանջել այս երկու թիմերը չեն կարող, առաջին հորիզոնական բարձրանալ չեն կարող, բայց երկրորդից 4-րդ հորիզոնականներում
կարող են անկանխատեսելիորեն իհարկե մեկ գնդակի տարբերությամբ նույնիսկ շրջել ամեն ինչ ու օրինակ երկրորդ հորիզոնականում Գլադբախ զբաղեցած Գլադբախը նահանջի 4-րդը կամ Էվերտոնը Բարսելոնա երրորդ հորիզոնական իհարկե Վիլյարեալը նահանջի 4-րդ մի խոսքով ամեն ինչ հնարավոր այս 3 թիմերի միջև հիմնական պայքարը ընթանում է նրանց միջև կրկնում եմ եւս մեկ անգամ եթե այսօր հաղթում է Գլադբախ ապա այլևս էական չէ Վիլյարեալը կհաղթի վաղը թե ոչ երկրորդ հորիզոնականի համար պայքարում եթե չի հաղթում Գլադբախը ու հաղթում է Վիլյարեալը վաղը Երևանին ապա Վիլյարեալն է նվաճում փլեյոֆի ուղեգիր երկրորդ հորիզոնականով շատ իսկապես շատ հետաքրքիր ու խոստումնալից խմբային փուլի ավարտենք ունենում ու կրկնակի խոստումնալից փլեյոֆ է մեկնարկելու անցած 16 թիմերի միջև շատ հետաքրքիր դիմակայություններ ենք իսկապես ունենալու հաջորդ շաբաթից սկսած որտեղ կտրվի արդեն իսկ փլեյոֆի 1/8-ի 1 տարկը ու արդեն շատ հետաքրքիր դիմակայություններ կունենանք թիմերի միջև գնդակով հիմա Բորուսիա Մյունխեն-Գլադբախի ֆուտբոլիստներն Հովանյան շատ ճիշտ ժամանակին կատարեց փոխանցում դեպի Մաթեոսյանը շարժվում է առաջ Մաթեոսյանը եւս մեկ փորձ հիմա Խաչատրյանը փակեց խաղընկերոջ արվածի ճանապարհը բայց մնաց գնդակը Գլադբախի մոտ Խաչատրյան լավն էր մտահղացումը բայց Պողոսյանը այստեղ լավ գործեց չնայած գնդակը կրկին Գլադբախի մոտ է Խաչատրյան դեպի Պողոսյանը չի ավարտվել Բորուսիայի գրոհը Մաթեոսյան Հովանյան խաղարկում է Բորուսյան գնդակ ու դեպի հետ փոխանցում դեպի Արման Մարտիրոսյանը Մարտիրոսյանն էլ գնդակ ուղարկում է դեպի Դարպասապա Մանվել Պապիկյանը ով կրկին խաղարկում է Մարտիրոսյանի հետ ու աստիճանաբար շարժվում է առաջ Գլադբախը Մաթեոսյան Լավ մտահղացում էր բայց այստեղ խաղանկենը չհասկացավ Մաթեոսյանի խլեց գնդակը Էվերտոնը Մուրադյանը զարգացնում է արագություն ունի առավելություն արձակման գծում հիմա Էվերտոնը մանուկ Մուրադյան դեպի Գաբրիելյանը բայց մի փոքր ուժեղ ստացվեց Մուրադյանի կատարած փոխանցումը ամեն դեպքում գնդակը Էվերտոնի մոտ է Միքայել Պողոսյանը արվածու փակվում է հիմա այդ Պողոսյանի արվածի ճանապարհ ու արագ հակագրոհի հնարավորություն Գլադբախի կատարմամբ Խաչատրյան միայնակ է առայժմ Խաչատրյանը հիմա կատարեց փոխանցում Հովանյանին ու հիմա էլ Գլադբախը ունի առավելություն արձակման գծում Հովանյան պետք է հարված կատարել Խաչատրյան Մաթեոսյան տեսնենք կա հարվածումը կրճան այստեղ հեռացնում է գնդակի իհարկե ավելի շատ Մաթեոսյանի կատարած գործողությունը փոխանցման նմանվեց ու հիմա էլ տեսեք Էվերտոնի պատասխանը Պողոսյան Գաբրիելյանն է հիմա էլ հարվածում բայց շեղությամբ է ստացվում Հովանես Գաբրիելյանի կատարած հարված ու հարված կտեսնենք Մանվել Պապիկյանի պաշտպանած դարպասից այո թիմերը շունչ քաշելու ժամանակ պարզապես չեն տալիս 1-1 ու սպառնալից հակագրոհներ են իրականացնում Մաթեոսյան առայժմ Գլադբախի ամենաակտիվ ֆուտբոլիստը փորձեց հարվածել բայց փակվեց Մաթեոսյանի հարվածի ճանապարհ ու կտեսնենք անկյունային հարված այս իրավիճակում 10 րոպեից ավելի մնաց արդեն թիկունքում ու առայժմ չունենք խփած գնդակ խաղադաշտում իհարկե որովե տեսանկյունից թիմերը կարող են բաց ֆուտբոլ առաջարկել ինչին ներկա պայդրությամբ պանում են խաղադաշտում իհարկե մյուս տեսանկյունից շեշտը կփորձեն դնել պաշտպանության վրա եթե այսպես վերցնենք իհարկե չեն ցանկանա բաց թողնել գնդակ ու հայտնվել պարտվողի կարգավիճակում այս խաղում բայց մյուս տեսանկյունից էլ իհարկե արդեն ապահովված է վերին հորիզոնականով իրենց տեղը փլեյոֆ փուլում ու կարող են այսօր շատ հետաքրքիր ու գոլառատ հանդիպում անցկացնել երկու թիմերը իհարկե այլ հարց է որ թիմի մոտ ինչպես կստացվի Մկրտչյան ուղարկեց գնդակը Անտոնյանին դեպի Միքայել Պողոսյանը առաջության առայժմ լավագույն ռմբարկ ունե գնդակով Միքայել Պողոսյանի ակտիվում գնացած 23 գնդակով Մկրտչյան այս գրոհ տեսնենք Էվերտոնի դեպի Անտոնյանը վտանգավոր ու Հովանյանն է հասնում հիմա էլ կանգնել Անտոնյանի ճանապարհին չի ավարտվել առայժմ Էվերտոնի գրոհ Անտոնյանը կրկին գնդակը վերականգնեց ու ինչը նշանակել մրցավարը եզրային նետում Բորուսիա Մյունխեն-Գլադբախի օգտին հենց Անտոնյանից գնդակը դուրս եկավ այս իրավիճակում դաշտի սահմաններից Հովանյան դեպի Պողոսյանը Մուրադյան այստեղ փորձեց խլում կատարել բայց մնաց գնդակը Պողոսյանի մոտ ու դեպի Ռաֆի Մաթեոսյանն է ուղարկում գնդակը շարժվում է առաջ Մաթեոսյան հարվածը կա ու այստեղ Ղազարյանն է հիմա փրկում է Էվերտոնին եւս մեկ փորձ Մաթեոսյանից տեսանք այս անգամ շատ դիպուկ էր հարվածը պարզապես Դարպասապա ճիշտ դիրքում էր իսկ հիմա Էվերտոնը նորից հակագրոհի է նետվում Գաբրիելյան կաչից տարբերակ Անտոնյանին ուղարկեց գնդակը Անտոնյանն դեպի ավելի հետ բայց այստեղ
Գարլիկ Մովսիսյանի կատարած հարվածը շեղությամբ ստացվեց այս իրավիճակում Մովսիսյան եւս մեկ փոխանցում այստեղ ստացվեց Մովսիսյանի կատարման ոչ թե հարված ու քիչ էր մնում գնդակը հայտնվել դարպասում հիմա Մաթեոսյանը ուղարկում է գնդակը Հովանյանին Գլադբախը նորից շարժվում է առաջ Հովանյան դեպի աջ դեպի Խաչատրյանը Կրկին Մաթեոսյան խաղարկում է գնդակը Գլադբախը տեսնենք ինչ շարունակություն կտան գրոին Մաթեոսյան նորից իր համար հարվածային դիտքում է հայտնվում բայց այս անգամ կատարեց դեպի Արմեն Խաչատրյանը փոխանցում մի փոքր ուժեղ ստացվեց Մաթեոսյանի կատարած փոխանցումը Միքայել Պողոսյան այո խոսում էին նրանից երբ Էվերտոնը բավական վտանգավոր գրոհ էր իրականացնում Առայժմ Պողոսյանը կրկնում է 23 գոլով Լավագույն ռմբարկուն է մրցաշարի 20 գոլով Սևակ Մանուչարյանը դրանից եթե գտնվում ու երկրորդ հորիզոնականում է Մանուչարյանը տեղ զբաղեցել իհարկե այս հանդիպանը Մանուչարյանը կա Գլադբախի հայտարարությունում, բայց առայժմ խաղադաշտում չէ։ Խաչատուր Էրզումյանը Վերդերի կազմում երրորդն է Ռաֆայել Մովսիսյանի հետ միասին ունեն խփած 18-ական գնդակներ եւ ահա աստիճանաբար նրանց ավելի են մոտեցել Դավիթ Մուսախանյանը, ճիշտ է արդեն Բետիսը լքել է պայքարը, բայց Մուսախանյանը 17 գնդակով Մանվել Այվազյանի հետ միասին 5-րդ ու 6-րդ հորիզոնականում են Մայիս Մելքոնյանն ու Ավետիս Դուրգարյանը եւ Կարո Մանուկյանն էլ 16-ական գնդակներով կիսում են 7-ից 9-րդ հորիզոնականները, այո Կարո Մանուկյանն իսկապես Վիլյարեալի կազմում առայժմ շատ արդյունավետ մրցաշրջանի անցկացնում նոր է տեղափոխվել ֆուտբոլիստը Վիլյարեալ մի քանի հանդիպում, եթե չեմ սխալվում 5 կամ 6 հանդիպում ու արդեն 16 գնդակ ունի իր ակտիվում Կարո Մանուկյանը Իհարկե հասկանալի է Միքայել Պողոսյանի այսքան խաղանում չխփած գնդակները Մարտիրոսյանի հարվածի փորձը տեսանք, բայց բարձր ստացվեց։ Այո Պողոսյանը 23 գնդակ ուներ դեռ մի քանի հանդիպում առաջ հեղինակած, բայց վերջին հանդիպումից հետո բոլոր հանդիպումներում Էվերտոնը ստացել է տեխնիկական հաղթանակ ու այդ իսկ պատճառով չկան գոլերի ավելացում կարծում եմ Պողոսյանի անվան դիմաց Հովանյան Դեպի Աչեզը ուղարկեց գնդակը Մարությանն է այստեղ Կրկին Հովանյան Մաթեոսյան եւս մեկ փորձ, բայց առայժմ Ղազարյանի դարպասը անառիկ է Հովանյան կրկին Մաթեոսյան եւս մեկ հարվածի մայլ բարձր է ստացվում Մաթեոսյանի կատարած հարված ու հարված կտեսնենք Էվերտոնի դարպասից Խաղարկումով սկսեց Էվերտոն այս անգամ Միքայել Պողոսյան Դեպի Անդրանիկ Պողոսյանը Պողոսյանն ուղարկեց գնդակը Գաբրիելյանի ուղղությամբ Կաթորոսյանի ճնշումը թիկունքից, բայց հաստրեց փոխանցում կատարել Գաբրիելյանը, իսկ ինչ այստեղ Մանուկ Մուրադյան կարող է բացվել դիմակայության հաշիվը փոխանցում ու հիմա չի հասնում Միքայել Պողոսյանը այս գնդակին կարող էր նույնիսկ Մանուկյանը եզրափակել այս գրով, բայց չկար Չտեսանք Մուրադյանի կողմից հարված, այլ իհարկե շատ ճիշտ վարվեց Մուրադյանը, եթե հասնում էր գնդակին Պողոսյանը, ապա իհարկե բրավո Մանուկ Մուրադյանին, անկախ ամեն ինչից բրավո այս փոխանցման համար, բայց չհավատաց, չգնաց միջև վերջ Միքայել Պողոսյանը ու չհասավ այս գնդակին Գաբրիելյան ներվից հարվածի փորձում Անվել Պապիկյանը տեղում է Հովանյան Այո, բարձրանում է բավական հանդիպման տեմպը, ընթացքը դա իհարկե շատ հետաքրքիր վերջն է մաս է խոստանալու մեզ, բայց եկեք առայժմ այս րոպեներին ուշադրություն դարձնենք Խաչատրյան գնդակի տեղափոխություն դեպի Աչեզր, գեղեցիկ փոխանցում Մաթեոսյան եւս մեկ փորձ ու նորից Արամ Ղազարյան, բրավո, ինչպիսի հանդիպում է անցկացնում Էվերտոնի դարպասապահ Մանուկ Մուրադյանը, հիմա նորից գրոհի հասնում Էվերտոնը, բայց թույլ ստացվեց այստեղ Մուրադյանի կատարած փոխանցում ու փակվեց գնդակի ճանապարհը։ Արեգ Հովանյան ուղարկեց գնդակը Պողոսյանին, Խաչատրյան, կրկին Մաթեոսյանն է գնդակով դեպի Մարությանը, Աչեզր շատ լավ փոխանցում տեսանք Մարությանից Հովանյանի ուղղությամբ, առայժմ հարվածներ չեն կատարում այս գրոհի ժամանակ Գլադբախի ֆուտբոլիստները, տեսնենք շարունակությունը ինչպես են նախաձեռնել, կա փոխանցում դեպի Խաչատրյան ու Մովսիսյանն այստեղ էլ փակում գնդակի ճանապարհը եւ գուցե հիմա տեսնենք հակագրոհ Էվերտոնից լավն էր Գաբրիելյանի մտահղացումը, բայց Պողոսյանի գնդակը չհասավ, իսկ այստեղ կա խաղի կանոնների խախտում Մանուկ Մուրադյանի դեմ պայքարում
Ռաֆի Մաթևոսյանի կողմից ու ստանդարտ կիրականացնի Էվերտոնը հիմա հասկանանք առաջին հերթին ինչ պատահեց Մանուկ Մուրադյանին իհարկե չկար միտում Մաթևոսյանի գործողության մեջ, բայց կարծես իհարկե բարդ հարված ստացավ այստեղ Մուրադյանը ոտքին, չնայած հիմա արդեն կանգնեց ոտքի ու կարծես ֆուտբոլիստի հետ ամեն ինչ կարգին է։ Եվ ստանդարտը տեսնենք Էվերտոնը ինչպես է խաղարկելու։ Հենց Մուրադյանն էլ գնդակի մոտ է։ Ու տեսնենք նրա փորձը, տեսնենք երևից, թե ամեն դեպքում խաղարկումով կսկսի Էվերտոնը այս իրավիճակը կա մրցավարի Սուլիչը Մանուկ Մուրադյանը հարվածի է պատրաստում Մուրադյանը այդպես լարեց, բայց պատնի վրա ընդունեց իր երկրորդ հարվածը Մուրադյանի կատարած բարձր է ստացվում ու հարված կլինի Մանվել Պապիկյանի պաշտպանած դարպասից Մարտիրոսյան գնդակի տեղափոխություն դեպի ձախ եզր, բայց այստեղ չհասավ գնդակին Կարնիկ Սարգսյանը ու եզից կնետի Էվերտոնը Անդրանիկ Պողոսյանի հետ է խաղարկում գնդակը Գաբրիելյանը Անտոնյան Դեպի Մովսիսյան ու շատ կտրող փոխանցում տեսանք Մովսիսյանի կատարմամբ Հովանես Գաբրիելյանի ուղղությամբ, բայց Հովանյանն է խլում կատարում այստեղ ու շարժվում առաջ միայն գործեց Հովանյանը շատ լավ անցում տեսանք Հովանյանից ու բրավո Պողոսյանին հասցրեց ամեն դեպքում նահանջել եւ փակել գնդակի ճանապարհը անկյունային է վաստակում Գլադբախ այս իրավիճակում ու տեսնենք հենց Հովանյանն էլ պատրաստվում է իրականացնել անկյունայինը կա փոխանցումը հարվածի փորձ այստեղ վտանգավոր անդրադարձ տեղի ունեցավ ու հիմա կարող էր ինքնագոլ գրանցվել այս խաղում եթե չեմ սխալվում Մկրտչյանից տեղի ունեցավ այս անդրադարձը կամ Անտոնյանից շատ մոտ էին կանգնած չհասցրեցի ճիշտ ասած նկատել թե որ ֆուտբոլիստից շեղվեց գնդակը բայց ամեն դեպքում հիմա կարող էր այս անդրադարձը շարաբաստիկ լինել Էվերտոնի համար իսկ այս անկյունայինի խաղարկումը արդեն հեռացված է Գաբրիելյան տանում է գնդակի հետ ու ձեռքով այստեղ խաղաց Գաբրիելյան, այո Եվ դեղին քարտը, առաջին դեղին քարտը այս խաղում տեսանք Գաբրիելյանն է ստանում իր գլխավերևում, տեսնում իր գլխավերևում դեղին քարտը միտումնավոր ձեռքով խաղալու համար ու գնդակը կլինի Բորուսիա Մյունխեն-Գլադբախինը Կա մրցավարի Սուլիչը Մարտիրոսյան խաղարկում է գնդակը Հարություն Թորոսյանի հետ դեպի Մարությանը Մարությանն ուղարկեց գնդակը Պողոսյանին Հովանյան Կրկին Մարության գուցե Մարությանը փորձ կատարի այդպես էլ արեց ու Մովսիսյանն է փակում գնդակի ճանապարհը եւս մեկ փոխանցում Այստեղ էլ Ալեքս Մկրտչյանը առաջի դրվագում հաջող գործեց, բայց գնդակը կրկին Գլադբախի մոտ է։ Թորոսյան շատ լավ ներմտաղացումը, բայց խլում է գնդակը Անտոնյանն ու ուղարկում Միքայել Պողոսյանի ուղղությամբ, բայց Թորոսյանը շատ համառ դիմադրություն ցուցաբերեց Պողոսյանին ու թույլ չտվեց ֆուտբոլիստին արագ արձագանքել այդ կատարված փոխանցմանը։ Հիմա էլ գնդակով Գլադբախը ձախ եզրով կրկին Մաթևոսյանն է, գնդակի տեղափոխություն դեպի աճում Մկրտչյանը հասնում է այստեղ Փակել գնդակի ճանապարհը, այլապես Մարությանը շատ վտանգավոր դիրքում միայնակ էր հայտնվում։ Հովանյան շատ լավ փոխանցում, բայց այստեղ գնդակը Պողոսյանը հաջող կերպով չընդունել, չնայած ամեն դեպքում անկյունային հարված վաստակում է Բորուսյան այս իրավիճակում ու տեսնենք արդեն իսկ այս անկյունայինը ինչպես են խաղարկելու Գլադբախի տղաները կրկին Մաթևոսյանն է գնդակի մոտ Բարսից փոխանցում դեպի Դուգանայինի Մատուստեր Պողոսյանն էլ շեղեց գնդակի ուղղությունը, բայց որպես դիպուկ հարված չստացվեց այստեղ կատարել Էվերտոնի դարպասի ուղղությամբ ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից
3 րոպեից ավելի քիչ խաղաժամանակ է մնացել 2 րոպե 2 րոպեից մի փոքր ավել է մնացել առաջին կեսի ավարտին ու տեսնենք այս վերջին 2 րոպեները ինչ կտան թիմերին Մկրտչյան Խաղարկում է գնդակը Անտոնյանի հետ գնացել է պրեսինգի Բորուսյան, բայց տեսնենք Էվերտոնը ինչ կփորձի անել, կորցրեցին գնդակը Էվերտոնի ֆուտբոլիստները ու եզից կնետի Բորուսիա Մյունխեն Գլադբախը Հովանյանն է պատրաստում եզրային նետում իրականացնել դեպի Մաթևոսյանը կրկին Հովանյան ու այստեղ նորից եզրային նետման հնարավորություն է վաստակում Բորուսյան Եվ հիմա արդեն գնդակը կլինի Էվերտոնինը կորցրեցին գնդակը Գլադբախի ֆուտբոլիստները այո առաջի կեսը մոտենում է ավարտին չունեն կպված գնդակ առայժմ գոլազուրկ ոչ ոքի է խաղադաշտում ինչը որոշ առմամբ իհարկե մտնում էր տրամաբանության մեջ հանդիպան որոշակի առումով ոչ բայց հուսանք որ երկրորդ խաղակեսում եթե իհարկե այս վերջին րոպեի ընթացքում թիմերը ոչինչ չանեն հուսանք որ երկրորդ խաղակեսում մենք կտեսնենք խփած գնդակներ խաղադաշտում շատ կարևոր է իսկապես հանդիպան հետաքրքրությունը խփած գնդակներով հիմա նորից եզից նետում է Էվերտոնը Անտոնյան ու այստեղ գնդակի կորուստ հիմա միգուցե Արագաստի Բորուսյան ոչ Պողոսյանը շտապեց ուղարկեց գնդակի հիմա Մարությանին ու կորցրեցին գնդակ այս իրավիճակում եւ Մանուկ Մուրադյանն է ստանում գնդակը արագ հակակրող Էվերտոնից բայց Մուրադյանը հերվից հարվածեց այստեղ Պապիկյանը չֆիքսեց գնդակը Միքայել Պողոսյանն չկարողացավ հարվածել բայց ինչ այստեղ մրցավարը շատ մոտ էր կանգնած ու հստակ ցույց տվեց որ խաղի կանոնների խախտում չկա Միքայել Պողոսյանի դեմ պայքարում ու հիմա Գլադբախի պատասխան գրող բայց Մարությանի փոխանցումը Շեղությամբ ստացվեց, չնայած ամեն դեպքում հիմա մրցավարը կդիտի նախորդ դրվագի կրկնապատկերը, հասկանանք ինչ է պատահել։ Դիտեց մրցավարը դրվագի կրկնապատկերը ու նշանակում է հանդիպան վերջին առաջի խաղակեսի վերջին վարկյաններին 11 մետրանոց արված Բորուսիա Մյունխեն Գլադբախի դարպասի ուղղությամբ այո շատ հետաքրքիր վերջնամաս է ստացում կար խաղի կանոնների խախտում Միքայել Պողոսյանի դեմ պայքարում ու հիմա ստանում է Էվերտոնը հնարավորություն խաղակեսի վերջին վարկյաններին բացելու դիմակայության հաշիվը 11 մետրանոց նշակետից Միքայել Պողոսյանն է պատրաստվում հարվածը իրականացնելու կարող է իհարկե առաջության լավագույն ռմբարկուն եւս մեկ գնդակ ավելացնել իր անվան դիմաց տեսնենք ինչպես կստացվի Պողոսյանի հարվածը իհարկե Պապիկյանն էլ սեր ունի 11 մետրանոցներ ետ մղելու բայց տեսնենք այս դիմակայությունում ով ավելի ուժեղ կգտնվի Պողոսյանն դեմ Պապիկյանի Կա մրցավարի սուլիչը Միքայել Պողոսյան գնդակը ցանցում է 1-0 Էվերտոնը վերջին վարկյաններին առաջի անցնում հանդիպան հաշվի մեջ ու խաղակեսը հենց այստեղ է ավարտվում է կարճ դադար որից հետո կշարունակենք Ֆուտբոլասեր բարեկամները մենք վերադառնում ենք միասին Էվերտոնն դեմ Բորուսիա Մյունխեն Գլադբախի հանդիպան երկրորդ խաղակեսը դիտելու առաջի խաղակեսի վերջին վարկյաններին Միքայել Պողոսյանի դիպուկ իրացած 11 մետրանոց արված շնորհիվ ունի առավելություն խաղադաշտում Էվերտոնը 1-0 հաշվով հաղթում են Էվերտոնի ֆուտբոլիստները բայց իհարկե մեկ գնդակ այս խաղում դեռ ոչինչ չի նշանակում ամեն ինչ շատ հարթ էր ընթանում Գլադբախի տեսանկյունից միայն վերջի դրվագում տեղի ունեցավ խաղի կանոնների խախտում ու Գլադբախը բաց թողեց իր առաջին գնդակը խաղում առաջին գնդակը ընդհանրապես ու Էվերտոնը հայտնվել է հաղթողի կարգավիճակում եկեք Եվս մեկ անգամ վերիչենք մրցող թիմերի հայտացուցակները սկսենք Էվերտոնից Արամ Ղազարյանը պաշտպանում է դարպասը համար 1 Գառնիկ Մովսիսյանը համար 2 Ալեքս Մկրտչյան համար 3 Հովանես Գաբրիելյան համար 7 Մանուկ Մուրադյան համար 9 Նաթիմի ավակտ է Ռևիկ Եղեզարյան համար 11, Արամ Անտոնյան համար 17, Անդրանիկ Պողոսյան համար 20 եւ Միքայել Պողոսյան համար 23 վերջինս էլ կրկնում եմ հանդիպան առայժմ միակ գնդակի խփած գնդակի հեղինակն է Մաթևոսյան եւս մեկ հարված փակվեց հիմա Մաթևոսյանի հարվածի ճանապարհը Մարության փոխանցում ու չի ասում Մարությանի կատարած փոխանցումը ռիսկ է դիմում հիմա Էվերտոնը բայց շատ գրագ է դուրս եկան պաշտպանությունից ու հակակրող Գաբրիելը դեպի Մուրադյան ու այստեղ հասցրեց Մարտիրոսյանը կանգնել գնդակի ճանապարհին հիմա Գլադբախը
Նետվելի առաջ այո հասկանում է Գլադբախը պարտություն կրելու դեպքում կնահանջի երկրորդ հորիզոնականից, բայց իհարկե այդ ամենը դեռ հիմք չէ երկրորդ խաղակեսի մեկ տարկում շատ այսպես ասած ռիսկերի դիմելու համար ու ամբողջ կազմով նետվելու առաջ առայժմ ունի խաղաժամանակ Բորուսիան ու մեկ գնդակ Բորուսիայի Մյունխեն-Գլադբախի պես ակումբի համար ետ բերելը իհարկե չասենք Էվերտոնի դեմ խաղում հեշտ է, բայց անհնարինն էլ չէ ու դա շատ լավ գիտակցում են երկու թիմերը Թորոսյան միացել է հիմա Գլադբախի գրոհին Թողեց գնդակը Խաչատրյանին, այս գրոհից հետո կծանոթացնեմ նաև Բորուսիա Մյունխեն-Գլադբախի հայտարարությանը Մարտիրոսյան, գուցե հարվածի Մարտիրոսյանը ոչ դեպի Մարությանը խաղարկում այստեղ տեղի ունեցավ ու ինչ այստեղ Մուրադյանը միայն է դուրս գալիս Պապիկյանի դիմաց Մանուկ Մուրադյան 2-0 գնդակը դարպասում է 2-0 Էվերտոնը կրկնապատկում է առավելությունը, բայց հիմա տեսնենք մրցավարը կդիտի նախորդ դրվագի կրկնապատկերը, թե ոչ, այո դիտելու է ու հասկանանք կար խաղի կանոնների խախտում, թե ոչ Գիտեց մրցավարը դրվագի կրկնապատկերը Մանուկ Մուրադյանի խփած գնդակը արձանագրված չէ ու հիմա 11 մետրանոց հարված է մրցավարը նշանակում է Էվերտոնի դարպասի ուղղությամբ հայքես հանդիպան սցենար ու հիմա տեսնենք ինչպես կընթանա հանդիպան մնացած ժամանակահատվածը այո Էվերտոնը կրկնապատկեց իր առավելությունը, բայց մրցավարը չի հաշվում Մուրադյանի խփած գնդակը, քանի որ նախորդ գրոհի ժամանակ խաղի կանոնների խախտում էր տեղի ունեցել Եթե չեմ սխալվում Մարությանի դեմ պայքարում Տուգանային հրապարակի մատույցներում ու հիմա Բորուսիա Մյունխեն-Գլադբախը ունի հնարավորություն ինչպես Էվերտոնը բացեց խաղի հաշիվը, այնպես էլ հիմա Բորուսիան ունի հնարավորություն դիմակայությունում հաշվի հավասարությունը վերականգնելու Խաչատրյանն է մոտեցել գնդակին Բորուսիա Մյունխեն-Գլադբախի հավաք ու տեսնեք ինչպես է ստացվելու հիմա էլ Բորուսիայի 11 մետրանոց հարվածը Արմեն Խաչատրյանը ընդդեմ Արամ Ղազարյանին ու տեսնենք շատ կարևոր եւ վճռորոշ պահ է հիմա Էվերտոնի դարպասի ուղղությամբ կա մրցավարի սուլիչը Արմեն Խաչատրյան հարված հաշիվը հավասար է 1-1 Գլադբախը հավասարեցնում է հանդիպան հաշիվը Արմեն Խաչատրյան 1-1 հանդիպան հաշիվը հավասար է թիմերը փոխանակվեցին մեկական խփած գնդակներով այս խաղում ու տեսնենք արդեն 1-1-ի կամ նույն ինքը 0-0-ի առկայության դեպքում իհարկե ինչու 0-0-ի քանի որ հավասարություն է հաշվում է տեսնենք թիմերը ինչ կմատուցեն մեզ իսկապես շատ հետաքրքիր հանդիպում է սպասվելու մեզ այո ամեն ինչ հիմա այսպես ասած շրջվեց Էվերտոնի դեմ ուներ թիմը Րոպեներ առաջ երկու գնդակի առավելություն, բայց հիմա խաղում հաշիվը հավասար է, քանի որ կրկնում եւ հիշեցնում եմ եւս մեկ անգամ Մուրադյանի գոլը չեղարկվեց ու փոխարենը 11 մետրանոց հարված նշանակվեց Էվերտոնի դարպասի ուղղությամբ, որը անվրեպ իրացեց Բորուսիա Մյունխեն-Գլադբախի ավակ Խաչատրյանը եւ դիմակայությունում հավասարություն է Գաբրիելյան Երկար փոխանցում առաջ այստեղ Մաթևոսյանը կանգնեց գնդակի ճանապարհին Թորոսյանն էլ հեռացեց ամեն դեպքում այն Անտոնյանի մոտ եկավ շարունակվում է հիմա Էվերտոնի գրոհ Անտոնյան փոխանցում Մարտիրոսյանն հիմա էլ փակում գնդակի ճանապարհը Հովանյան դեպի Մաթևոսյանը խաղարկում է գնդակը Բորուսյան հիմա էլ Մաթևոսյանից կտրող փոխանցում տեսանք բայց ուժեղ ստացվեց ու եզից կնետի Էվերտոնը Մկրտչյանն է կատարում եզրային նետում Անտոնյանի ուղղությամբ Շարժվում է առաջ Անտոնյանը Երկար փոխանցում, բայց Թորոսյանը այստեղ պաշտպանությունում առաջիններ դեպի Հովանյանը գուցե փորձի Հովանյանը հերվից այդպես էլ արեց ու հիմա Ղազարյանը նորից իր տեղում է այսօր հեռար հարվածներով Բավական դաշկի են ընկնում Գլադբախի ֆուտբոլիստները հիմա կատարեց Հովանյանը հարված առաջի կեսում էլ մի քանի անգամ Մաթևոսյանն էր փորձել, բայց հեռար հարվածներով առայժմ Անարիք է Բորուսիա Մյունխեն ներողությունը Էվերտոնի դարպասը ապա Ղազարյանը շատ լավ է գործում այսօր այս հանդիպան ժամանակ դարպասում եւ առայժմ իհարկե 11 մեծանոց հարվածը հիմք չէ այդ ամենը չեղարկելու համար շատ իսկապես արդյունավետ հանդիպում է հասկացնում դարպասապա Ղազարյանը Էվերտոնի կազմում Մանուկ Մուրադյան մնաց գնդակով Մուրադյանը հետո արդեն Հովանյանը լավ գործեց եւ հիմա գնդակը կրկին Գլադբախի մոտ է Թորոսյան դեպի Մանվել Պապիկյանը խաղարկում է Թորոսյանը գնդակը Պապիկյանի հետ
Ռիսկի է դիմում այստեղ Թորոսյանը ու հիմա կորցրեց գնդակը, բայց շատ արագ էլ վերականգնեց, քանի որ Սպառլանդից հակագրոհի կարող էր հասնել Էվերտոնը։ Խաչատրյան թողեց գնդակը Հովանյանին, նետվում է առաջ Գլադբախը, Հովանյան ևս մեկ հարված, հիմա էլ Հովանյանի հարվածը շեղությամբ է ստացվում ու գնդակը դուրս է գալիս դաշտի սահմաններից, հարված կլինի Էվերտոնի դարպասից արագորեն խաղարկում ու հիմա Մուրադյանը ազատ է, բայց Անտոնյանի շետևեց փոխանցում, հիմա կատարեց փոխանցում Մուրադյանին, Միքայել Պողոսյան 2-1 դուբլ Պողոսյանից, Էվերտոնը նորից առաջ է հասնում հանդիպան հաշվի մեջ 2-1։ Դուբլ Միքայել Պողոսյանից 2-1 Էվերտոն այս խաղում երկրորդ անգամ նորից առաջ է հասնում հանդիպան դաշտում մեջ Գլադբախը երկրորդ անգամ հայտնում է պարտվողի կարգավիճակում այո չարձանագրվեց Մուրադյանի խփած գնդակը բայց նա այս գոլային դրվագում գոլային փոխանցման հեղինակ դարձավ արդյունավետ գործողությամբ Աշին գավից Միքայել Պողոսյանը նրա փոխանցումից հետո պարզապես գնդակը ուղարկեց Գլադբախի դարպասը 2-1 հիմա այլ Մաթևոսյանն է եւս մեկ անգամ հարված կատարում բայց շեղությամբ է ստացվում Մաթևոսյանի կատարած հարվածը ու հարված կլինի կրկին Ղազարյանի պաշտպանած դարպասից այո 2-1 երկրորդ անգամ այս խաղում անընդմեջ Էվերտոնը հաղթող իսկ Գլադբախը պարտվողի կարգավիճակում է Թորոսյան դեպի Հովանյանը Խաչատրյանին ուղարկեց Հովանյանը գնդակը խաղարկումը գեղեցիկ էր Պողոսյանը աչից կա Մարությանը դեպի Մարությանը հարված Մարությանից ու բրավո Ղազարյան կարողանում է այստեղ էլ դարպասապահարամ Ղազարյանը նորից շիշ դիրքում Տես բաղեցնել ու միայն մատների ծայրով հասավ այս բավական բարդ հարվածին, որը կատարեց Մարությանը ամեն դեպքում անկյունային ու հիմա խաղարկված է գնդակը եւս մեկ անկյունային կտեսնենք Էվերտոնի դարպասի ուղղությամբ Այո, որքան բարձր է իսկապես հանդիպան տեմպը, քանի որ թիմերը ամեն գնդակից հետո իհարկե ամեն ինչ կարող է փոխվել մրցաշարային աղյուսակում եւ թիմերը դա շատ քաջ կերպով գիտակցում են Ամեն գնդակ որոշիչ ու վճռորոշ է լինելու այս հանդիպումից կախված հիշեցնում եմ երկրորդ եւ չորրորդ հորիզոնականներով կամբային փուլը հաղթարելու համար Եզրային նետում է նշանակում մրցավարը Էվերտոնի օգտին Մկրտչյանն է պատրաստում եզրային նետում իրականացնելու Դեպի Մովսիսյան ուղարկեց գնդակը Անտոնյան, նորից Մկրտչյան Եզրից կնետի Ատեն Բորշան Միքեն Գլադբախը դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից Հովանյանն է պատրաստում եզրային նետում իրականացնում խաղարկեց գնդակը Ռոբերտ Մարությանի հետ կրկին Հովանյան Դեպի Խաչատրյանը թողեց Պողոսյանի Խաչատրյանը ու նորից Ղազարյանը որցում է այս հարվածը իսկապես ինչ արդյունավետ հանդիպում է անցկացնում առայժմ Էվերտոնի դարպասապա շատ բազմիցս շատ անգամներ այս խաղում արդեն փրկել է Էվերտոնին Հովանյան դեպի Խաչատրյաններ ուղված գնդակը բայց Պողոսյանն է հիմա էլ կարողանում հեռացնելու Եզիս կնետի Բորուսյանը արդեն շտապում են Գլադբախի ֆուտբոլիստները Մարտիրոսյան հետ ուղարկեց գնդակը Թորոսյանի ուղղությամբ Թորոսյանն էլ դեպի Մաթևոսյանը չկար այստեղ ոչինչ ձեռքողաղ էին պահանջում Էվերտոնի տղաները բայց մրցավարը ոչինչ չտեսավ այս իրավիճակում Անտոնյան ուղարկեց գնդակը Մովսիսյանին Ռիսկի է դիմում Մովսիսյանը բայց հաստրեց մնալ գնդակով ու հիմա շատ ճիշտ փոխանցում դեպի Միքայել Պողոսյանը Գաբրիելյան նորից Մովսիսյան կամ Մուրադյանը Մանուկ Մուրադյան վտանգավոր է հարված այստեղ հարվածի փորձ Մուրադյանից ու Հովանյանը փակեց գնդակի ճանապարհը անկյունային հարված է հիմա այլ վաստակում Էվերտոն այս իրավիճակում բայց մինչ այդ փոփոխություն տեղի ունեցավ Գլադբախի կազմում Սարգսյանը մտավ խաղադաշտ փոխարինելով Մաթևոսյանին ու տեսնենք Սարգսյանը թարմ ուժերով ինչ կփորձի առաջարկել մեզ Մկրտչյան դեպի Պողոսյանը Մանուկ Մուրադյան եւս մեկ փորձ ու կրկին Հովանյանն է կանգնում գնդակի ճանապարհին կրկին անկյունային իրականացնի Էվերտոնը այո այսօր երկու գնդակ հեղինակեց Միքայել Պողոսյան ու 25 գոլով հիմա
Առաջնության լավագույն ռմբարկունը իհարկե մինչև այս երկու գնդակները նույնպես առաջատարներ, բայց ավելի է գնալով ամրապնդվում Միքայել Պողոսյանը ռմբարկուական պայքարում, Մանուկ Մուրադյան վարձույց դեպի Տուգրանային հրապարակ ու գնդակը հենց Պողոսյանն էր ուղղված, բայց հեռացված է Մկրտչյանի հարվածել այստեղ մի փոքր թույլ ստացվեց ու խնդիրներ չունեցավ Պապիկյանը գնդակը որսալու հետ կապված Մարտիրոսյան խախտել է այո խաղի կանոնները Մարտիրոսյան այս իրավիճակում եւ գնդակը կլինի Էվերտոնինը ստանդարտ Էվերտոնի կատարմամբ կտեսնենք Գաբրիելյան երկար փոխանցում կրկին Մանուկ Մուրադյանի ուղղությամբ Թորոսյանն դիմավորել Մուրադյանին բայց ինչ փոխանցում Անտոնյան երեք գեղեցիկ է անում ամեն ինչ Մուրադյանը Էվերտոնն էլ կրկնապատկում է իր առավելությունը Abrek kernke. Was? Wieder Wasser am Foto. Արամ Անտոնյան 3-1 Էվերտոնը արդեն մեծացնում է առավելությունը, բայց իհարկե խոսեմ այն մասին, թե ինչ փոխանցում կատարեց այս իրավիճակում Մանուկ Մուրադյանը ինչպես նախորդ դրվագում չհաշվեցին, այսպես ասած Մուրադյանի խփած գնդակը եւ նա ավելի վտանգավոր գործողություններ իրականացրեց։ Այդ ամենից հետո երկու այնպիսի փոխանցումներ մեկը մեկից գեղեցիկ ու ճիշտ ժամանակին, որտեղ Միքայել Պողոսյանն ու Անտոնյանը գրավեցին դարպասը Բորուսիա Մյունխեն-Գլադբախի Էվերտոնի տարբեր ֆուտբոլիստները, բայց իհարկե ինչպիսի փոխանցումներ ստացան նրանք իրենց թիմի ավակից։ Մանուկ Մուրադյան, բրավո իսկապես այս ամենի համար, եթե առաջի դրվագում մի փոքր ավելի, չասեմ հեշտ, բայց ավելի մոտ էր Տուգանային հրապարակում Մուրադյան ուներ մտածելու ժամանակ այս անգամ առանց երկմտելու մեկը ուղարկեց գնդակ ու ոչ մի շանս չտվեց մրցակցի պաշտպաններին Անտոնյանի խանգարելու գործում Անտոնյանն շատ ճիշտ գրոյի եզրափակում տվեց հիմա արդեն Գլադբախը պետք է թողնի ամեն ինչ ու նետվի առաջ արդեն պարտվում են երկու գնդակի տարբերությամբ Մարության դեպի Խաչատրյանը Փոխանցում Սարգսյանը շեղեց գնդակի ուղղությունը, բայց բարձր ստացվեց այստեղ Գառնիկ Սարգսյանի կատարած հարվածը իհարկե չէր սպասում կարծում եմ այստեղ փոխանցման Սարգսյանը այդ իսկ պատճառով լավ չարձագանքեց այս գնդակին Այո, հիշեցնեմ Էվերտոնը հաղթանակի հասնելու դեպքում անկախ Վիլյարեալի հանդիպումից երրորդ հորիզոնականից չի նահանջի, բայց հնարավորություն կունենա խմբային հաղթարել երկրորդ հորիզոնականով, եթե Վիլյարեալը կորցնի Վաղը միավորներ ճիշտ է դրա հավանականությունը շատ քիչ է հիշեցնում եմ եւս մեկ անգամ, բայց այսօր իհարկե հաղթանակի հասնելու դեպքում առնվազն մեկ հորիզոնական վեր կբարձրանա Էվերտոնը Գլադբախն էլ պարտություն կրելու դեպքում այսօր կնահանջի ժամանակավորապես մինչև երրորդ հորիզոնական, մեկ հորիզոնական դեպի ավելի ցած, բայց կսպասի նույնպես Վիլյարեալի հանդիպանը հասկանալու համար երրորդ թե չորրորդ հորիզոնականով է հաղթարում խմբային փուլը ստանդարտ Էվերտոնից Կասուլիչը Անտոնյան կրակոց այստեղ ու բարից բուն իմաստով ստացվեց Անտոնյանի մոտ բավական բարձր է ստացվում Անտոնյանի հարվածը ու հարված կտեսնենք Պապիկյանի պաշտպանած դարպասից 10 րոպեից մի փոքր ավելի քիչ խաղաժամանակ է մնում հանդիպան ավարտին այդքան ունեն թիմերի ես տրամադրության տակ առաջին հերթին այդքան ունի Բորուսիա Մյունխեն-Գլադբախը այս հանդիպումը փրկելու համար իսկապես առնվազն ոչ ոքի նույնիսկ ձեռնտու կլինի Գլադբախին հիմա էլ հարված եք տեսնում ու փակվում է այստեղ Մարությանի հարվածի ճանապարհը անկյունային է վաստակում Բորուսիան այս իրավիճակում ու տեսնենք այս անկյունային ինչ կտա արդեն Գլադբախի ֆուտբոլիստերին Խաչատրյանն է կրկին գնդակի մոտ Պարսից եւս մեկ փոխանցում ու Ղազարյանը նորից վերցնում է գնդակը առանց խնդիրներ ունենալու նետում դեպի Մովսիսյանը բայց այստեղ սխալ պաշտպանությունում Էվերտոնի Մարությանը խլեց գնդակը Մարության մեկը մեկի պայքար անցավ այստեղ Մարությանը, բայց հետևից ամեն դեպքում Մովսիսյանը շատ գրագետ աշխատեց, շայած գնդակը հենց Մովսիսյանից դուրս եկավ դաշտի սահմաններից ու անկյունային կիրականացնի հիմա Բորուսիա Մյունխեն-Գլադբախը համաձայն չէր այստեղ Գառնիկ Մովսիսյանը մրցավարի կայացած որոշման հետ, բայց ամեն դեպքում արդեն խաղարկել է անկյունայինը Բորուսիան հիմա եզից կնետեն Բորուսիա Մյունխեն-Գլադբախի ֆուտբոլիստները
Մարության երկար փոխանցում առաջ, վտանգավորը Մարտիրոսյան, 3-2 կրճատված է հանդիպան հաշիվը։ Երեք երկու այո Մարտիրոսյանի խփված գնդակը ամեն դեպքում դիտեց մրցավարը կրկնապատկեր է դրվագի հասկանալու համար Տուգանայինի մատույցերում կար արդյոք խաղի կանոնների խախտում հարձակվող թիմի կողմից ու մնացից որոշմանը խփված գնդակը արձանագրված է Բորուսիա Մյունխեն-Գլադբախը կրճատում է հանդիպան հաշիվ ու վերջ տամասը շատ հետաքրքիր է իսկապես սպասվում 3-2 1 գնդակ եթե կարողանա եւս հեղինակել Գլադբախում փրկել այս հանդիպումը ապա Գոնե 4 հորիզոնական չի նահանջի, այսպես ասեմ, Մուրադյան հարվածի փորձեղությամբ ստացվեց հիմա էլ Մանուկ Մուրադյանի կատարած հարված ու գնդակը կլինի Գլադբախի ֆուտբոլիստերին ներողություն Հովանյան Ռիշկի դիմեց, բայց մնաց այստեղ գնդակով Հովանյանը լավ տարածություն հաղթարեց, ուղարկում է հիմա Մարությանին Մարությանն էլ Փորձեց անցում կատարել, բայց չստացվեց այստեղ Մարտիրոսյան գնդակի տեղափոխություն դեպի Սարգսյանը Թողնում է Սարգսյանը գնդակը Թորոսյանին Սարգսյան կրկին Խաչատրյան Շարունակվում է Գլադբախի խաղարկումները, հիմա էլ Մարտիրոսյանին ուղարկեց գնդակը Խաչատրյանը, այո, շատ ճիշտ դիրքում հայտնվեց Մարտիրոսյանը ու խփեց այդ գնդակը Գլադբախի համար, իսկ հիմա վտանգավոր փոխանցում էր ու այստեղ արդեն Խաչատրյանի փոխանցումից հետո եթե լիներ որևէ մեկը Գլադբախի ֆուտբոլիստերից ապա դատարկ դարպասը կգրավեր, Ղազարյանը գնացել էր դեպի Խաչատրյանը գնդակը որսալու համար, բայց չստացվեց այս իրավիճակում, հիմա եզից կնետի Բորուսիա Մյունխեն-Գլադբախը Թորոսյան Բայց այստեղ Միքայել Պողոսյանն է խլում կատարում Փորձում զարգացնել արագություն կա նաև Մուրադյանի տարբերակը Պողոսյան Մնաց գնդակով Պողոսյանը ու հիմա շատ լավ ազատվեց դեպի Անտոնյան ուղարկելով Շարժվում է առաջ Էվերտոնը Գաբրիելյան Անդրանիկ Պողոսյան ու հիմա խլում է Բորուսյան գնդակը Պողոսյանից Մարության Մնաց գնդակով Մարությանը հիմա ուղարկեց Պողոսյանին Կրկին Մարությանի ուղղությամբ է այս գնդակ ուղարկված մի փոքր անհաջող էր փոխանցումը, բայց պայեց Մարության այն Գլադբախի համար Մարտիրոսյան Խաչատրյան, այո, այսպես անդադար կարող են խաղարկել, բայց պետք է հարվածել դարպասի ուղղությամբ Հովանյան Գուցե Էրվիս նորից Հովանյանը փորձի, այո, եղավ հարադարձ վտանգավորը Խաչատրյանն ու Ղազարյանը առաջին դեպքում Մովսիսյանն էլ երկրորդ դրվագում փակում է Խաչատրյանի հարվածի ճանապարհը եւ անկյունային է հիմա վաստակում Բորուսիա Մյունխեն-Գլադբախ, այո, հիմա կարող է դիմակայության հաշիվը հավասարվել, բայց մնաց անարիք Էվերտոնի դարպասը եւս մեկ հարված Մուրադյանն է հիմա էլ գնդակից վրա ընդունում ու որքան հնարավոր է հեռու ուղարկում, բայց Միքայել Պողոսյանը շտապում է ու պահեց գնդակը այո դաշտի սահմաններում Պողոսյանը եւ այստեղ արդեն կորցրեց չկար խաղի կանոնների խախտում Մամել Պապիկյանը շտապում է Հովանյան շարժվում է առաջ Գլադբախ այո իսկապես մեկ գնդակու Բորուսյանը մրցաշարային հագուսակում Էվերտոնից ետ չի մնա բայց պարտություն կրելու դեպքում Էվերտոնը կշրջանցի Գլադբախին Մարության ուղարկեց գնդակը կրկին Հովանյանին Շարժվում է առաջ Հովանյանը հարվածեց այստեղ եղավ Մկրչյանից արադարձ ու Ղազարյանը գնդակը ամեն դեպքում պահեց Մուրադյանն էլ շատ ճիշտ փոխանցում կատարեց Մկրչյանին Շարժվում է առաջ Մկրչյանը վտանգավոր գրոհի անցել Էվերտոնը բայց Սարգսյանը այստեղ հասցնում է հեռացնել գնդակը եզից կնետի Էվերտոնը Մուրադյանն է կատարում եզրային նետումը Միքայել Պողոսյան ու այստեղ խլեց գնդակը Բորուսյան Մարտիրոսյանն էլ զարգացնում է արագություն, այո, շտապում է Գլադբախը Սարգսյան, դեպի Մաթևոսյան, ով քիչ առաջ վերադարձավ խաղադաշտ Մաթևոսյան, տեսնենք հիմա ինչ որոշում է կայացնում Մաթևոսյանը անցավ մեկ մրցակցի երկրորդին, բայց փոխանցումը արդեն թույլ ստացվեց Մաթևոսյանի կատարած ու Ղազարյանը կրկին վերցնում է գնդակը, այո, խնդիրներ չունեցավ այսօր Ղազարյանը իհարկե բարդ հարվածներ հեռացնելու գործում Եվ հիմա իհարկե չի շտապում, հիմա ուղարկեց գնդակը առաջ Պողոսյան լավ իջեցում էր
ու Թորոսյանը այո թիկունքից խախտեց այստեղ խաղի կանոնները եւ ստանդարտ իրականացրի Բորուսիա Մյունխեն-Գլադբախը։ Այո, չի շտապում ներողություն Էվերտոնը ստանդարտիացում, չի շտապում Էվերտոնը իսկապես վերջին Վարքյաններն հանդիպան հիմա էլ Անտոնյանի կրակոցումի փոքր շեղությամբ ստացվեց։ Վերջին րոպեն հանդիպան հիմնական ժամանակի իհարկե չեմ կարող ասել արդյոք մրցավարը կփոխհատուցի իհարկե եւս 1-2-ը հնարավոր է, բայց դա իհարկե մրցավարի կայացնելիք որոշումն է։ Հարված հիմա կլինի Պապիկյանի պաշտպանած դարպասից վերջին հույսերը Բորուսիա Մյունխեն-Գլադբախի պետք է թողնել ամեն ինչ ու գնալ առաջ Թորոսյան դեպի Մարտիրոսյանը Մնաց գնդակը Մարտիրոսյանի մոտ այստեղ Միքայել Պողոսյանը փորձեց անկումով խլել, բայց չստացվեց։ Մաթևոսյան, աչից կա Մարությանի տարբերակը Մաթևոսյան, ոչ հարվածի է գնում։ Մաթևոսյանը վտանգավոր հարված նույնիսկ կատարեց, բայց շեղությամբ է ստացվում Ռաֆի Մաթևոսյանի կատարած հարվածը եւ հարված կլինի Էվերտոնի դարպասից, այո, վերջին րոպեն է հանդիպան վերջին վարքյանները հանդիպան հիմնական ժամանակի ու տեսնենք որքան է փոխհատուցելու մրցավարը։ Կարնիկ Մովսիսյան երկար փոխանցում առաջ ու շատ հաջող փոխանցում ստացվեց Անտոնյանի համար, մնաց գնդակով Անտոնյանը իսկ հիմա արդեն կորցրեց իհարկե այս մարուկները չեն անհանգստացնում Էվերտոնին որքան հնարավոր է այսպես ասած ժամանակ է շահում Էվերտոնը հարձակման գծում Հովանյանը այնտեղ կար խաղի կանոնների խախտում նրա նկատմամբ, բայց մնաց գնդակը Գլադբախի մոտ այդ իսկ պատճառով շտուլեց մրցավարը Պողոսյան, Մարության գուցե հիմա Մարության հարված ու բրավո Արամ Ղասարյանին նորից դարպաս տանարը կի այս իրավիճակում Մարտիրոսյան Մուրադյան պայքարն եք տեսնում ու շտուլեց մրցավարը խաղի կանոնների խախտում ոչ հանդիպումը ավարտվում է այո այս դրամատիկ հանդիպումը ի վերջո ավարտվեց 3-2 հաշվով հաղթանակ տարավ Էվերտոնը շատ ծանր իսկապես ծանր խաղում ու մրցաշարային աղյուսակում հավասարվեց Գլադբախին եւ միմյանց միջև անցկացած հանդիպումներով այս հաղթանակի շնորհիվ ունի առավելություն այս հանդիպան համար նախատեսել էինք այսքանը կարճ դադար որից հետո կվերադառնանք